Թբիլիսիում այսօր տեղի ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև եռակողմ հանդիպում արտաքին գործերի նախարարների տեղակալների մակարդակով։ Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպումը միտված էր առաջ մղել ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում եռակողմ համագործակցությունը նպատակ ունենալով նպաստել տարածաշրջանում կայուն զարգացմանն ու բարգավաճմանը։ Շարունակենք Արտյոմ Երկանյանի հետ, Արտյոմ, ինչ հարցեր են քննարկվել։ Հիշեցնեմ, որ ընդամենը մի քանի օր առաջ ապրիլի 12-ին Անտալիայի այդ դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպելու առիթ են ունեցել Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները, բայց որպես այդպիսին եռակողմ հանդիպում բանակցությունները ըստ էության չեն եղել։ Հավանաբար այդ հանդիպման ժամանակ վերջնականապես հաստատել են այսօրվա հանդիպման ձևաչափը, այն կայացել է Թբիլիսիում արտգործնախարարության շենքում և հանդիպումը բացել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչոչորիշվիլին, որից հետո բանակցությունները արդեն շարունակվել են փակ ձևաչափով և կողմերը ներկայացված են եղել արտաքին քաղաքական գերատեսչությունների երկրորդ դեմքերով։ Հայաստանը ներկայացրել է արտգործնախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, Ադրբեջանը Էլնուր Մամեդովը, Վրաստանը Լաշա Դարսալյան։ Հանդիպումից հետո Լաշա Դարսալյան ընդգծել է, որ Թբիլիսին ռազմավարական դաշնակից է համարում և Վրաստանը, և Ադրբեջանը, և Հայաստանը, և հիշեցրել է, որ Թբիլիսին բազմիցս առաջարկել է սեփական հնարավորությունները և առաջարկել է, որ հենց Թբիլիսին օգտագործվի Բաքվի և Երևանի կողմից որպես հարթակ բանակցելու, երկխոսելու և լուծումներ փնտրելու և իհարկե նաև տարածաշրջանային համագործակցության խնդիրները քննարկելու համար։ Դարսալյան ընդգծել է, որ այս ձևաչափը որևէ կերպ չի հակասում կամ չի փոխարինում մինչ այդ եղած առկա ձևաչափերին, այլ ընդամենը հավելում է դրանք և ընդամենը դա նոր ջանք է ուղղված տարածաշրջանային հարաբերությունների զարգացմանը։ Արտյոմ, ինչքանով Վրաստանը կարողանա միջնորդի դեր խաղալ։ Այդ դերին Վրաստանը վաղուց է հավակնում և Վրաստանի բոլոր վարչապետները վերջին շրջանի այդ առաջարկը հնչեցրել են և ներկայիս վարչապետ Իրակլի Կոբախիձեն նույնպես վերջերս հաստատել էր, որ Վրաստանը հավատարիմ է իր խոստմանը և պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի կնքման հարցում և այս միջնորդական առաքելությունը որոշակի պատմություն ունի։ 23 թվականի հոկտեմբերի 27-ին հենց Թբիլիսիում Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայից հետո առաջին անգամ հանդիպեցին Հայաստանի և Վրաստանի վարչապետերը։ Արցախյան երկրորդ պատերազմից հետո հենց Թբիլիսիում առաջին անգամ հանդիպեցին Հայաստանի, Վրաստանի արտգործնախարարները, դա 21 թվականի սեպտեմբերին էր։ Հենց Վրաստանի արտգործնախարարի միջնորդությամբ էր հաջողվել համաձայնության գալ Բաքվի հետ, որի արդյունքում Հայաստանը ստացավ 15 հայ ռազմագերիների և ինչի դիմաց Ադրբեջանին հանձնեց այդ ականային դաշտերի քարտեզները։ Անգամ խոսվում է այն մասին, որ հենց Թբիլիսիում կարող է մի օր տեղի ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ համաձայնագրի ստորագրումը։ Հիշեցնեմ, Թբիլիսին շարունակում է մերժել այդ գումարած 3 ձևաչափը, որը առաջարկել էին Մոսկվան և Անկարան, առաջարկելով սեփական ձևաչափը 1+2 կամ 1+1+1։ Այսինքն չեն կարող ասել, որ Վրաստանի միջնորդությունը մեզ ձեռնտու չէ։ Հայաստանի արտգործնախարարը բազմիցս անդրադարձել է այս թեմային, ընդգծելով, որ որևէ կերպ դեմ չէ այս ձևաչափին, միայն թե այդ ձևաչափով պետք է քննարկվեն ոչ թե Հայաստան-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների խնդիրները, այլ տարածաշրջանային խնդիրները։ Դա իսկապես օգտակար ձևաչափ է նման խնդիրներ քննարկելու համար։ Իսկ խաղաղ համաձայնագրի կնքման դեպքում Վրաստանը որպես միջնորդ չունի ոչ մի առավելություն։ Եթե
լինի միջնորդ խաղաղ համաձայնագրի կնքման հարցում, ապա մեզ համար ընդունելի է, լավ է, եթե այդ միջնորդը լինի գերտերություն, որը ստանձնի ինչ-որ երաշխիքներ ձեռք բերված համաձայնությանը։ Այդ իմաստով, եթե Կայա Կալասի ստորագրությունը լինի համաձայնագրի ներքո կամ Մարկո Ռուբիոյի, դա իհարկե կշիռ է, դա նշանակում է, որ Եվրամիությունը, Միացյալ Նահանգները ստանձնում են այսպես երաշխավորի պարտականությունը։ Թբիլիսին այդ իմաստով առաջարկելու բան չունի, բացի հարմար բազկաթոռից եւ համեղ գինուց բանկետի համար, այդ իմաստով չեմ կարծում, որ մեծ հեռանկար կա։ Մանավանդ եթե նկատի ունենանք, որ չենք կարող վստահ լինել, որ Վրաստանը կարող է օբյեկտիվ եւ անաչառ միջնորդ լինել, հաշվի առնելով Բաքվից ունեցած իր էներգետիկ կախվածությունը։ Թեև պետք է նշեմ, որ Թբիլիսին Բաքվի հետ նաեւ բազմաթիվ խնդիրներ ունի եւ դրա վառ դրսեւորումը այն է, որ Բաքուն արդեն 5 տարի է ինչ շարունակում է փակ պահել Վրաստանի հետ իր ցամաքային սահմանը։ Դա բացահայտ հակավրացական քայլ է, դա հարված է Վրաստանի տնտեսությանը, քանի որ դրա արդյունքում Վրաստանը կորցրել է գրեթե 2.5 միլիոն զբոսաշրջիկ եւ մոտ 600 միլիոն դոլար։ Բացի այդ, բոլորի համար հասկանալի է, թե վրացիները դրա մասին բացահայտ չեն խոսում, բայց հասկանալի է, որ Զանգեզուրի միջանցք կոչվող նախագիծը որևէ կերպ չի կարող բխել Վրաստանի շահերից, քանի որ եթե այն կայանա այնպես, ինչպես ադրբեջանցիներն են պատկերացնում, Վրաստանը կզրկվի մեծ փողերից, որը այժմ ստանում է ապրանքների եւ բեռների փոխադրում տարանցման արշնորհիվ։ Ինչևէ, ունենալով որոշակի խնդիրներ Բաքվի հետ, այնուամենայնիվ կասկածում եմ, որ Թբիլիսին կարողանա անաչառ եւ օբյեկտիվ միջնորդ լինել։ Շնորհակալություն, Արծու։